Հուշեր սմբոնից Վարդուհի Թովմասյանի պատմությամբ Սովորույթներն ու կենցաղը ժառանգված հիշողությամբ Սմբոնում ձմեռները երկար էին ու խիստ։ Ձյունը այնքան էր կուտակվում, որ օրերով հնարավոր չէր տնից դուրս գալ։ Ճանապարհներն ամայի էին, քամին սառը ու խիտ, իսկ դրսից այցելություններ գրեթե չէին լինում։ Բուք ու մրիկը խոչընդոտում էին ամեն շարժ։ Բայց սմբոնի բնակիչները այդ պայմաններին հարմարվել էին։ Նրանց հնարամտությունը միշտ ելք էր գտնում նույնիսկ փակվածության մեջ։ Երբ դռներով դուրս գալն անհնար էր, տներից տուն փոքր դռներ էին բացում ներսից դեպի հարևան տան պատը։ Այդպես շարունակվում էր շփումը ընտանիքից ընտանիք, տուն առ տուն, ձյան տակ, բայց միմյանց մոտիկ։ Տանիքներին կուտակված ձյունը կարող էր ծանրանալ այնքան, որ սկսեր վտանգել տան ամրությունը։ Այդ ժամանակ տան սենյակներից մեկում երթիկից պատուհան էին բացում, որպեսզի մաքրեն ձյունը կամ թեթևացնեն տանիքի ճնշումը։ Չնայած եղանակային կոշտ պայմաններին, մարդիկ կարողանում էին պահել կապը հարևանությամբ, խոսքի միջոցով, օգնությամբ։ Եվ այդ փակ ձմեռների մեջ կյանքը շարունակվում էր փակ դռների, բայց բաց սրտերի միջով։ Սմբոնում կենցաղը ձևավորվել էր տարիների ընթացքում, հարմարվելով տեղի պայմաններին ու փոխանցվելով սերնդից սերունդ։ Գյուղում կավե պնակներն իրենց տեղն ունեին ամեն տան մեջ։ Դրանք պատրաստում էին տեղում, հատուկ տեսակի կավից, որը մշակվում էր ձեռքով, սիրով ու փորձով։ Պատրաստելուց հետո դրանք թրծում էին թոնիրներում, դարձնելով ամուր և երկարատև օգտագործման համար հարմար։ Զատկից առաջ սկսվող պահքի օրերին սմբոնի գյուղացիները ոչ միայն ուտելիքով էին պատրաստվում, այլ նաև խնամքով ու կարգով։ Կանայք գիտեին, պահքի սրբությունը գալիս է նաև մաքրությունից։ Դեռ պահքի սկսվելուց առաջ սկսում էին լվանալ տան բոլոր կավե ամանները, կճուճներն ու պուլիկները, որոնցով ճաշ էին եփում։ Ձեռքով ու համբերությամբ մաքրում էին ամեն աման, հին յուղի հետքերը քերում, հողաշերտը ջրով հագեցնում։ Հետո այդ ամանները դուրս էին բերում և ամբողջ մի օր դնում արևի տակ։ Ասում էին, արևը մաքրում է այն, ինչ աչքով չես տեսնի, և այդպես ամաններն էլ պիտի պատրաստ լինեին պահքին, ինչպես մարդիկ։ Զատկին պատրաստվելը միայն տոնական օրը չէր ընդգրկում։ Սպասումն սկսվում էր դեռ շաբաթներ առաջ, լուռ, բայց զգալիորեն։ Ավանդական սովորույթներից մեկն առանձնահատուկ էր իր խորհրդով։ Սոխի մեջ, ինչպես ժամացույցի մեխանիզմում, տեղադրում էին համապատասխան քանակի փետուրներ, որքան օր էր մնում մինչև Սուրբ Զատիկը։ Ամեն առավոտ ծիսական հանգստությամբ մեկ փետուր հանում էին սոխից, օրերը հաշվելով, ինչպես երեխաները գարնան արևի շողերը։ Այս սովորությունը ոչ միայն ժամանակը չափելու ձև էր, այլ նաև ներսում ապրող հավատքի ու սպասման արտահայտություն։ Ամեն հանված փետուր մի օր պակաս էր խավարից դեպի լույս, սառը գիշերից դեպի հարության հույսը։ Սմբոնում լավաշ հացը թխում էին մեծ քանակությամբ, բայց ոչ ամեն օր։ Թխելու օրը տոն էր հիշեցնում։ Կանայք պատրաստվում էին այդ օրվա համար, մեծ խմոր պատրաստում, թոնիրը մաքրում, փայտը շարում։ Թխված լավաշները չորացնում էին դասավորելով դարսերով, հատուկ հացապահոցի կամ հացադրման հարմարանքի վրա։ Այդ չոր լավաշը պահվում էր երկար, քանի որ հացը չէր թխվում հաճախ։ Երբ հաց ուտելու ժամանակն էր, լավաշի մի քանի շերտ ջրով թռչում էին, փափկացնում ու այդպես ուտում։ Վարդուհի Թովմասյանին հասած հիշողություններում սմբոնի ձմեռվա կենցաղն առանձնահատուկ էր։ Սնունդը պահում էին տարվա դժվար ամիսներին դիմանալու համար, մտածված և խնամքով։ Թոնիրների բարձրությամբ հորեր կային, որոնք ծառայում էին որպես բնական մառան։
սառն ու կայուն այդ հողերում պահում էին ձմեռվա չփչացող ուտելիքը։ Սմբոնից հասած ճաշատեսակներից Վարդուհի Թովմասյանը հիշում է հատկապես երկու ուտելիք՝ դդմով բորանին և փշրուկը։ Դդմով բորանին պատրաստելու եղանակը պարզ էր, բայց համեղ։ Դդումը կտրատում էին, եփում ջրի մեջ մինչև լավ խաշվեր, վրան լցնում առանձին պատրաստված սոխառածը, այնուհետև ուտում էին սխտորով և մածունով, թեթև, բայց տաքացնող ուտեստ ձմեռվա սառն օրերի համար։ Ըստ ընտանեկան հիշողությունների ավելի շահիտ էին ջրալի ճաշատեսակները, իսկ փշրուկը պատրաստում էին սև ոսպով։ Նախ լավ եփում էին ջրալի, մեջը մեկ հատ սոխ ավելացրած, այնուհետև ավելացնում էին չոր խմորից բարակ, միջին մեծության կտորներ, իսկ վերջում ավելացնում էին ծեծած ընկույզն իր յուղով։ Այս ուտեստների համը Վարդուհի Թովմասյանին հիշողության մեջ մնացել է ոչ միայն որպես համ, այլ նաև որպես Սմբոնի հոգու մի կտոր, ընտանիքի ջերմության, պարզության և հոգատարության արտահայտություն, իրեն փոխանցված իր պապից՝ Թովմաս Պապիկյանից։ Հիշվում է նաև մոխիրների մեջ եփվող կարմիր դդումը, որը հետո ընտանիքի անդամներով գդալով միջից ուտում էին։ Քանի որ գյուղը հարուստ էր ընկուզենիներով և դրանք ամենուր էին աճում, Սմբոնի խոհանոցում այն հատուկ տեղ ուներ։ Ընկույզն օգտագործվում էր տարբեր ուտեստների մեջ, ինչպես համի, այնպես էլ սննդարարության համար։ Հատկապես գնահատվում էր թարմ ծեծած ընկույզը, որի յուղը նույնպես կիրառվում էր ճաշերի համը հարստացնելու և հատուկ կերակուրների մեջ։ Գյուղում գրեթե ամեն ինչ, խոհանոցային գործիքներից մինչև սպասք, պատրաստվում էր փայտից։ Գդալները, շերեպները, տարաները փայտից էին, տեղում պատրաստված կամ տեղացի վարպետների ձեռքի գործ, իսկ ճաշերը պատրաստվում էին կավե պուլիկներով թոնիրների մեջ։ Այդ իրերն իրենցից միայն գործիք չէին ներկայացնում, այլև ավանդույթ էին, գյուղական խոհանոցի մի մաս։ Վարդուհի Թովմասյանի հիշողություններում պահպանվել է մի հետաքրքիր դրվագ Սմբոնի օրորոցի մասին։ Փոքրիկ ճոճվող փայտե օրորոցում երեխաներին պառկեցնում էին հատուկ խնամքով։ Նրանց փաթաթում էին բինտ կոչվող ձիգ կտորով այնպես, որ մարմինը կայուն մնար, իսկ ձեռքերը շարժման մեջ չլինեին։ Այսպես կապելը օգնում էր, որ երեխան հանգիստ քներ, չարթնանար ինքն իրենից։ Սմբոնի կանանց զարդերից Վարդուհի Թովմասյանի հիշողությամբ վզնոցները հաճախ կազմված էին գեղեցիկ կապույտ հուլունքներից, որոնց հաջորդում էին ոսկյա կամ արծաթե կոպեկները։ Զարդի կենտրոնում սովորաբար տեղ էր գտնում այսպես կոչված բեշի բելի, հին թուրքական հնգակոպեկանոցը, որը փայլում էր մյուսների մեջ։ Այնուհետև նույն հերթականությամբ կրկնվում էին նորից հուլունքներ և փոքր կոպեկներ։ Սմբոնում ամուր պարան չվան էին պատրաստում այծի մազից։ Մազը նախ իլիկով մանում էին, հետո մի քանի փայտե սյուներ շարում հատուկ հեռավորությամբ։ Մանած թելերը պտտեցնում էին սյուների շուրջը, մինչև ստացվում էր կլոր, շատ ամուր հյուսվածք։ Այդ չվանը ծառայում էր ամեն տեսակ գործի՝ կենդանիներ կապելուց մինչև տան կարիքները։ Սմբոնում կոշկակարությունը կարևոր ու տարածված արհեստ էր։ Գյուղը հայտնի էր իր հմուտ կոշկակարներով, որոնց պատրաստած կոշիկները ծառայում էին երկար տարիներ։ 3 հիմնական տեսակ կոշիկ կար՝ չարուխ, տրեղ և ռշիկ։ Չարուխը գործում էին հաստ սպիտակ թելով, հիմնականում կանեփից մանած, ամուր և հարմար գյուղական պայմանների համար։ Տրեխը պատրաստում էին կենդանու կաշվից։ Կաշին կլոր կտրում էին, անցքեր անում եզրերին և այդ անցքերով անցկացնում պարան, որով էլ կոշիկը կապում էին ոտքին։ Այդ պարանով տրեխը ամուր բռնում էր ոտքը ու հնարավոր էր քայլել
նույնիսկ լեռնային ճանապարհներով։ Թովմաս Պապիկյանը մինչև կյանքի վերջին տարիները շարունակում էր իր ձեռքով պատրաստել փայտի շերեփները, այծի մազից հյուսված չվանները նույն սիրով ու խնամքով, ինչպես Սմբոնում էր սովորել։ Նա իր թոռներին ոչ միայն սովորեցրեց այդ ուտեստների պատրաստման եղանակը, այլև պատմեց դրանց շուրջ եղած հուշերը, իր մանկության ձմեռները, տաք թոնիրը, մոր ձեռքը, հացի բույրը։ Ու հիմա, երբ թոռները կրկնում են այդ ճաշերը իրենց տներում, նրա ձեռքի համը դեռ զգացվում է, մի փոքրիկ գդալ փոխանցված մի ամբողջ պատմություն։ Թողնելով Սմբոնը, նա հայրենիքն իր հետ բերեց, պահեց սրտի մեջ, փոխանցեց զավակներին որպես ամենաթանկ ժառանգություն։ Եվ թեկուզ օտար հողում, հեռու Սմբոնից, նա կարողացավ պահել այդ համը, այդ կենցաղը իր սրտում։ Այսօր այդ հիշողությունն ու համը ապրեցնում է նրա թոռնուհին, Վարդուհի Թովմասյանը։ Նա իր ձեռքով կրկին պատրաստում է պապից սովորած ուտեստները, պատմում է Սմբոնի պատմությունները, վերակենդանացնում է մոռացված համերն ու պատկերները ու ամեն անգամ, երբ այդ ճաշերն են դրվում սեղանին, թվում է պապը նորից այնտեղ է, ժպիտով, լռությամբ, բայց ամբողջ ներկա իր ժառանգների կողքին։ Պապիկյան-Թովմասյան գերդաստանը գաղթի ու ցավի միջով անցնելով կարողացավ հաստատվել նոր հողի վրա, կառուցել տուն, ընտանիք, խաղաղ կյանք։ Բայց հայրենի Սմբոնի կարոտը երբեք չլքեց նրանց։ Վարդուհի Թովմասյանը պապերից ժառանգեց երկրի կարոտը և իր կյանքի բոլոր գործողություններում փորձեց այդ կուտակված հայրենիքի սերն ու կարոտը, արդարության պայքարը իր գործունեությամբ իրականացնել։ Վարդուհի Թովմասյանը հաճախ է հիշում իր մեծ հորը Թովմաս Պապիկյանին, Սմբոնից գաղթած ու ամբողջ կյանքը սրտում այդ հողը կրող մարդուն։ Իսկ նա հաճախ կանգնում էր Տիգրիսի ափին, լուռ նայում ջրերին ու ասում. «Այս գետի կողքով, որ քայլեմ, կհասնեմ իմ տուն»։ Քանի դեռ սերնդից սերունդ փոխանցվում է պատմությունը, հացը, համը, սրտի հիշողությունը, մենք մնում ենք մեր ինքնության մեջ, ամուր, արմատավորված, կորուստներից չխաթարված, դարերի մեջ ապրող։ Սա է մեր ժառանգության ուժը, անցյալի լուռ լեզուն, որը խոսում է ապագայի հետ։ Հիշողությունները գրի է առել Սերինե Մկրտչյանը, 2025 թվական։